Մի բան, որ դու էլ չես ուզում անել, բայց անում ես։ Որ մարդը սկզբից մտածում է, որ ինքը դա կարա վերահսկի։ Խաղամոլը ոչ չգիտի ոնք խաղամոլ է։ Չի լինում անգիտակից։ Իրականում մարդը ընտրություն է անում։ Կամ մեկը որ կանգնած է մեղքի հետ։ Մարդկանց հետ հետաքրքրում է։ Ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր որ մեզ հիմա դիտում են։ Այսօր խոսալու ենք շատ կարևոր թեմայի մասին, կախվածությունների մասին, խաղամոլություն, թմրամոլություն, ալկոհոլիզմ եւ այն ամեն ինչը, որ մարդու մոտ կախվածություն կամ գերություն է առաջացնում։ Կամ օրինակ տվեք, լավ, ի՞նչ է կախվածությունը։ Եթե մարդը սկսում է ինչ-որ մի բանից կախվածություն ձեռք բերել, ես հասկանում եմ նենց, որ արդեն ինքը մնում է դրա ազդեցության տակ ու առանց դրա էլ ինքը չի կարող։ Մենք խոսում ենք մի այնպիսի թեմայից, որ ցույց տանք, թե ինչ է կախվածությունը, նրա հետևանքները, թե մենք նաև ելք ունենք, որ հստակ ելք կախվածությունից ազատվելու կամ կախվածությանը հաղթահարելու։ Դա մեծ համել դա շատ մեծ խնդրեմ է հասարակության մեջ։ Իրականում ես այս թեմային շատ եմ սպասում, որ սկսենք քննարկել, որովհետև ինքը բացի նրանից, որ մարդուն տանում է մահվան, ինքը հասարակության մեջ վտանգ կա, որ դա դառնա նորմալ երևույթ։ Ոնց ժամանակին, որ այդպիսի բաները մարդիկ ասենց թաքուն էին անում, հիմա արդեն դա շատ բացահայտ է, դա գովազդվում է ու կարծում եմ արժի, որ դրան գնահատական տանք։ Ինքը շատ վատ երևույթ է ու մարդիկ դրա տեսնելով հասարակության մեջ, տեսնելով այդ հասանելիությունը, նաև հասանելի է դա, տեսնելով այդ հասանելիությունը, մարդիկ ավելի են ներքաշվում այդ ճահիճի մեջ։ Շատ բարի։ Օրինակի համար կախվածությունը կարելի ասել, որ նաև թակարդ է, օրինակ դու սկսում ես անել մի բան, այն հույսով, որ դե մի ամիս կօգտագործեմ կամ մի երկու անգամ կանեմ կամ մի հատ էլ փորձեմ, ու ընկնում ես այդ թակարդը։ Հետո դու զգում ես, որ չէ, օրգանիզմն է պահանջում, բնավորությունը արդեն դառել, հասարակությունն արդեն ճնշում, որ դու շարունակես դա անելու, այսպես շարունակ ընկերական միջավայր կարառնի։ Տարբեր կողմերից ոնց որ ճնշումը մեծանում է, երբ որ դու մտնում ես դրա մեջ, ու ինքնին ինքը դառնում է մի բան, որ դու էլ չես ուզում անել, բայց անում ես։ Օրինակ մենք կենտրոնացել ենք 3 մեծ խնդիրների վրա, դա թմրանյութն է, դա ալկոհոլն է, բայց կան նաև մանր բաներ, չերևացող, փոքր թվացող բաներ, բայց որ փչացնում են մարդու ընթացքը, կյանքը, ոնց որ իր առօրյան գեշացնում են, կարելի ասել։ Դա կլինի մարմնի ինչ-որ ժեստ, որ մարդը մի քանի անգամ արել է, ինչ-որ մեկից օրինակ վերցրել է, իր համար հեղինակավոր մարդ է ել է, ինքը ինչ-որ ժեստ ունի, որ մենակ ինքն է անում, որ որոշել է ինքն էլ անի, հետո ուզում է չանի, բայց չի կարող, որտեղ օրգանիզմը արդեն սովորել է դրան։ Կախվածությունը, բայց պետք է նայենք նաև, որ ոչ թե ինքը ինչ որ բան չափից շատ օգտագործելն է խնդիրը, այլ բացառապես ինքը մեր մարմինները այդ ամեն սովորությունները իրանք չեն ընդունում, այսինքն ամեն ինչն հետ կա թողում։ Դա կլինի ծխելը, որ մարդը ասում է, օրինակ, մեկը, չգիտեմ, մի պաճկա է ծխում, մեկը 2 պաճկա է, ասում է, ես քիչ եմ ծխում, դա էլ է մարմնի վրա ազդեցություն թողում, կամ խմիչքը, որ ասում են առիթից առիթ կամ շատ, կամ նույն թմրանյութը, որ էլի առիթից առիթ եւ այլն, այսինքն ոչ թե չափից շատ բանն է սխալ անելը մենակ, այլ հենց դա իսկ այդ երևույթը ինքը սխալ երևույթ է ու մեր մարմիններն է վնասում, մտածելակերպն է վնասում ու այդ փոքր բաններ, այս փոքր քիչ օգտագործելուց մարդիկ նոր ընկնում են շատ մեծ արդեն կախվածությունների մեջ։ Իսկ որ մարդը միշտ խաբվում է, օրինակ մտածում է ինքը կարա վերահսկի, կարա ցանկացած պահի կանգնի, հա, մենք մեր շրջապատերում շատ ենք այդ երևույթներ տեսել, առնչվել, բայց հետո հասկանում ենք, որ այդ մարդը արդեն մեկուսանում է, առանձնանում է, արդեն դառնում է տարօրինակ ու շատ բաներ փչանում է մարդու կյանքի մեջ ապրելակերպի։ Շատ ճիշտ է, Վարդան ջան, ու ամենա հետաքրքիր բաներից նաև մեկը, որ ասացիր, որ մարդը սկզբից մտածում է, որ ինքը դա կարա վերահսկի։ Ու օրինակ թմրանյութը մարդու մոտ սկզբից առաջացնում է հաճույք։
բերում է իր մոտ հաճույք, բայց արդեն մի քանի անգամ օգտագործելուց հետո դա դառնում է մարմնի կարիք։ Կարիք, այո։ Ու Մեր հանդիսատեսի համար մի հատ ուղղում կամ ավելի կենտրոնացում։ Այն ինչը որ դու ասում ես որ լինում է մարդու հետ, հրաշ ջան, դու փորձառել ես, գիտես, թե լսել ես կամ ուսումնասիրել ես, որտեղից գիտես, որ այդպես է լինում։ եթե ավելի բաց լինենք, որովհետև սա հոգևոր թեմա է, ես մինչև իմ հոգևոր կյանք գալը իմ շրջապատում եղել են տենց մարդիկ, հստակ եղել են տենց մարդիկ, որ ես գիտեմ, հստակ ես նույնիսկ տեսել եմ։ Ես տեսել եմ, գիտեմ ու այդ ցավալի փորձառությունը ունեմ։ Դրա համար ես ոչ թե խոսում եմ ինչ որ գիտական հետազոտություններից, որ լսել եմ կամ կարդացել եմ, ես խոսում եմ նենց բան, որ ես ֆիզիկապես տեսել եմ։ Նաև այդ մարդկանց հետ ես ֆիզիկապես այն ժամանակ փորձել եմ օգնեմ, որ դրանով անցնեն, բայց այն ժամանակ ես չեմ ունեցել, ասենք, գործիքներ, որ կարողանամ օգնեմ։ Բայց հիմա այն ինչը որ ինձ ազատեց, կամ լավ, այն ինչը չէ, ով որ ինձ ազատեց, ես գիտեմ, որ կարա յուրաքանչյուր այն մարդուն ազատի, որ կլսի այս եթերը եւ քայլ կանի։ Ուրեմն դա սկզբից մարդու մոտ հաճույք է առաջացնում։ Մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ, բայց հետո ինքը սկսում է թելադրել իր պայմանները։ Իր պայմանները, որ դու պիտի անես, մարդը մարմինը տա ուզում, միտքը տա ուզում, ամեն ինչ ուզում է։ Ու մարդը սկսում է դա անել ու այնա կարևորը, որ մարդու հոգեկան աշխարհն է փոխվում, մարդու բնավորությունն է փոխվում, մարդը թմրանյութի կախվածության մեջ կամ ալկոհոլիզմի կախվածության մեջ կամ խաղամոլության մեջ իր բնավորությունը փոխում է, ինքը կարա դառնա ստախոս, իր սերն է սարճում։ Շատ մարդիկ նույնիսկ իրոք մոռանում են իրանց ընտանիքը։ Իրանք ունեն երեխաներ, իրանք ունեն փոքր երեխեք, իրանք ունեն հրաշալի ընտանիք, կին, բայց կախվածությունը ստիպում է մարդուն, որ ինքը օր ու գիշեր մտածի դրա մասին, օր ու գիշեր մտածի խաղամոլության մասին, եթե տվյալ մարդը խաղամոլ է, կամ եթե թմրամոլ է թմրամոլության մասին։ Նույնիսկ իր ընտանիքը, իր կինը, իր երեխան ոնց որ sense կորում են իր տեսադաշտից, որովհետև ինչ որ մի բան ճնշում է իրան, որ ինքը կոնկրետ մտածի դրա մասին։ Հիմա մի հարց ունեմ, ըստ ձեզ դա համարվում է հիվանդություն կամ այդ ինչ է, այդ ինչ որ բանը, որ սկսում է ճնշել այդ մարդուն, որ այդ մարդը սկսում է կոնկրետ միայն մտածել դրա մասին կամ ապրել դրանով։ Այդ ինչ է այդ բանը։ Հնարավոր է, որ դրա հետևում կանգնած է մի հատ ուժ, որը որ մարդուն ստիպում է, ու մեկ ուրիշ բան, եթե ստիպում է, կարող ենք մենք նայել, որ ինչը որ մարդուն ստիպում է, որ ինքը սկսում է արդեն իսկ անել իր կամքին հակառակ։ Կարա դա գերություն լինի, որ ինչ որ մեկը իրան գերության մեջ է վերցրել ու արդեն ստիպում է, որ դա անի։ Օրինակ Հռոմեացիների մեջ Աստվածաշունչը 6-րդ գլուխ 16-ամորն այսպեսի խոսք աղում, ասում է դուք չգիտեք, որ ում ինքները ձեզ ծառան ներկայացնեք, նրան հնազանդվելու։ Ծառաներ եք նրան, որին հնազանդվում եք։ Թե մեղքին, որ դեպի մահ է տանում, թե հնազանդության, որ դեպի արքայություն է տանում։ Որ այստեղ մի հատ բանաձև է տալի Հիսուսը, ոչ թե բանաձև է տալի Աստված, այլ ոնց որ հիշացնում է, որ դուք գիտեք, որ դա տենց է։ Դուք իշխանություն ձեր վրա ընդունեք, էլի։ Հա, չի ասում, ոնց որ նոր հայտնագործություն չի ասում, ասում դուք չգիտեք, ոնց որ մի հատ սթափ դիտարկում արեք ձեր կարգավիճակի մեջ, լստափ մի հատ վերլուծեք, դու հիմա ինչ ես անում, ինչի համար ես անում, դու արդյոք դա անում ես, որովհետև դրա կարիք ունես, թե անում ես, մտնում ես դրա տակ, դառնում ես գերի, հետո ինչ ես անում։ Դենց մի հատ հետաքրքիր բան միտք ասեմ, որ հասկանում ես, որ ոնց որ Աստված մարդուն ստեղծեց ազատ կամքով, ազատ մտքով, ու այս ամեն ինչը միտված են թմրացնելու միտքը մարդու։ Այո։ Որ այսինքն որ մարդը ազատ կամքով Աստծո հետ է քայլում, հստափ է ինքը, բայց սովորությունները, այս ձևի կախվածությունները ոնց որ իրանք են այդ խոսքի մեջ էլ իրանք ծառ են դարձնում։ Արդեն մարդը այդ ազատ կամքից ոնց որ հրաժարվում է գիտակցաբար թե անգիտակից, բայց չի լինում անգիտակից իրականում մարդը ընտրություն է անում, որտեղ Աստված արդար է։ Բաներ կա, որ դու ուղակի դրա մեջ ես եղել ու չես կարացել ընտրես,
Աստված արդար է, ինքը քեզ դրանից կպաշտպանի, բայց մարդը միշտ գիտակցաբար է դրա մեջ մտնում, ինչ որ ոնց որ ասում է հաճույքի համար իջալոց հիշեցնենք, որ սա գովազ չի, սա դա մեծագույն չարիք է, թե թմրանյութը, թե խաղամոլությունը, թե հարբեցողությունը կամ խմիչքը կամ ծխախոտը, մենք չենք ուզում էլ սա գովազդի բանով է, որ ասում է հակագովազդը լավ գովազդ է, բայց Եվ ոչ պակաս ծխախոտը, չէ՞, նաև ծխախոտը ինքը խնդիր է, համատարած է, այո։ ու այս ամեն ինչը մտքի թմրած, սկզբից մտքի վրա է ազդում, այսինքն դա ինչ որ բաներով, օրինակ ոնց եք մտածում, ինչ թեկուզ օրինակներ տեսել եք, որ ինչ ձև է այդ տարածվում, ոնց է մատակարարվում այս ամեն ինչը։ Մի բան ասեմ, մի պահ սենց իմ նախորդ հարցին մատ կրճատ սենց պատասխան լինի, հակիրճ ավելի։ Նայեք, Պետրոսը կարդաց, որ Աստված ասում է, որ ում ծառայես դրա իշխանության տակ ես լինելու, եւ խոսքը ասեց, որ եթե մեղքին ծառայես, մեղքի իշխանության տակ ես լինելու, այսինքն մարդ կարա իշխանության տակ լինի ոչ թե երևույթի, այլ ինչ որ բանի, չէ՞։ Եթե դու ծառա ես դառնում, ուրեմն ինչ-որ մի բան կա, չէ, որ մեղքի հետևում կանգնած է ու տիրում է դրան, ու որ մարդը դրան ծառա է դառնում։ Օրինակ հոգևոր տեսանկյունից, աստվածաշնչյան, ոչ թե ինչ-որ միստիկ տեսանկյունից կամ ինչ-որ միֆերի տեսանկյունից, այլ աստվածաշնչյան տեսանկյունից։ Ո՞վ է կանգնած լինում մեղքի հետևում եւ ում է գերի դառնում մարդը։ Բայց մենք ճշտում անեմ էլի, օրինակ ծառա դառնալը, ասենք մարդկա կարա ասի ես ծառա չեմ, ես եմ, ասենք որոշում կամ եւ ասենք այդ ոնց է այդ գիտակցական մակարդակում փոխվում այդ մարդը, որտեղ ոչ մեկը հիմա կարող է չհամաձայնվի, որ իրենք ծառա են ինչ-որ բանի, մարդկային հպարտություն կա, որ այդ հակառակը երբեմն մարդիկ կան, չէ՞, անի որ տարբերվի չարը քեզ ոնց որ ասում են, ոնց որ մի փակի այդ դռները մի արա, որտեղ հակառակը թե համար միջոցներ ես տոնում, ասում այդ ով է որոնցի բան, այդ ով է կամ շարան հայոյ են կամ բան, այդ ծառան ինչն է դարձնում ծառը, լավ, այդ երբ որ մարդը հասկանում է, որ ինքը ծառա է, թե արդեն կարա մարդը ծառա եղած էլի, բայց չհասկանա այդ բանը, որտեղ այդ բառը իրոք է, այսինքն սպეციფიկ բառը, որ մենք հասկանում ենք վիրավորական էլ է ծառա։ Ես հասկանում եմ սենց, որ մարդ կարա նաև անգիտակցաբար դառնա։ Ինքը չմտածի, որ սրա հետևանքով ինքը կարա ծառա դառնա, օրինակ այն չար ուժին, որը որ կանգնած է մեղքի հետևում։ Ինչի համար անգիտակցաբար, որովհետև տվյալ մարդը երբեք չի կարդացել Աստվածաշունչ ու երբեք ինքը օրինակ այս տողերը հռոմեացիներուն որ գրված է Պետրոս ասես չի կարդացել որ եթե մեղքին ծառայես մեղքի ծառա կդառնաս այսինքն անգիտությունից բայց Աստվածաշունչը ասում է որ քո չիմանալը քեզի չի ազատում հետևանքից հենց այդ է այսինքն հոգևոր ոնց որ օրենքներ կա որ անկախ նրանից մենք գիտենք դրա մասին թե չէ իրենք գործում են Այո, ոնց որ մեր հասարակության մեջ Հայաստանի Հանրապետության օրենքները չիմանալը չի ազատում պարտավորությունների դե պատասխանատվությունից։ Այսինքն մենք Աստվածաշնչի օրենքներն են, Աստծո օրենքներն են։ Այո։ Հետաքրքիր է, մի օր այտենց միտքս բռնեց այդ հատվածը, որ մեղքը ինչ չի։ Քիչ հայերեն քերականությանը գնանք, մեղքը ով է։ Այ ես էլ էի դա ուզում ասեի։ Ոնց որ ծննդոցի մեջ Աստված կոնկրետ ասում է կայանի, որ մեղքը ասում է դրանդ առաջ սպասում է, քեզ է փափագում ասում է, փափագելով ասում է սպասում է քեզ, որ քեզ կուլ տա։ Նշանակում է, որ կան դռներ, որոնք որ փակ են իր համար, որ մենք ենք փակում, ու կա բանալիներ, որ մեր մոտ այդ դուռը բացենք, ինքը ներս կգա, թե ինքը ներս չի գա։ Այդ քո ասած ինչը չի կարա մարդուն գերության մեջ վերցնի։ Ով պետք է լինի։ Ու մեր նաև դիտողը պետքա հասկանա, որ մենք խոսում ենք ովի մասին, որտեվ կա մեկը որ կանգնած է մեղքի հետևում, դա հոգևոր չար իշխանություններն են, որ մեղքի պատճառով իրավունք են ունենում քո կյանք բերելու գերություն։ Միանշանակ, որովհետև հետաքրքիր է որ Աստվածաշունչը Հիսուսը մատնանշում է ասելով, որ դուք ազատի որդիներ եք։ Ինչքան կարևոր է որ մարդը ազատ լինի։ Օրինակ բանտարկված մարդու հեղինակությունը, իշխանությունը, կարողությունը այդքան իր կյանքը չի բարելավում, ինքը չի բավարարվում իր կյանքից, ինչքան էլ որ ինքը շատ փող ունի, ինչքան էլ որ իր խոսքը թեկուզ այդ պատերից են գործողության անցնում, իշխանություն ունի ինչ-որ բաներ փոխելու, բայց մեկը իր համար առաջնային կարիքը ազատությունը։ Ու Հիսուսը որ եկավ, ոնց ասեց, ես եկել եմ
ձեզ ցույց տալու ազատության ու ճանապարհը։ ամենավատ պատիժը որն է Բանտարկություն։ անազատության մեջ պահելը Այո։ այսինքն դրանով այդ հատվածը որ ասեցիր հետաքրքիր է որ Հիսուսը այս մասին խոսեց հрьяաների հետ այդ ժամանակ իրանք ռոմեացիներին գերի էին չէ տենց ոնց գերիվոն հռոմեացիները չէին ասում որ դուք մեր ստրուկներն եք բայց տենց ստրուկի պես էին վերաբերվում ու երբ որ ասեց Հիսուսը իրան չհասկացան իրան դեմ կանգնեցին ասին դու ոնց ես մեզ ասում որ մենք գերի ենք որ մենք ազատ չենք մենք Աբրահամի որդիներն ենք հպարտությունն է չէ ու Հիսուսը այդ խոսքերը ասեց ինչին որ ինչը որ ձեր կյանքում ինչ կա իսկ եթե մեղք եք գործում դառնում եք մեղքի ծառա եթե Աստծուն ուրեմն Աստծու զավակ այսինքն այդ անելը գործողությունը այդ դուրն է արդեն այս միջև այդ ինքը իմ առաջ է ինքը իմ վրա իշխանություն չունի բայց եթե ես մտա որ արդեն իր օրենքներն է գործելու մտար այս պետություն այդ պետության օրենքներն է գործելու Օրինակ Հովանեսի մեջ է ասում ու շարունակություն որ ասում է ով մեղք է գործում մեղքի ծառա է ասում է իսկ ծառան ընդմիշտ տանը չի մնա Որդին է ընդմիշտ մնում արդի եթե որդին ձեզ ազատի ճշմարտապես ազատ կլինեք Այսինքն ծառան չի կարա իշխանություն ունեցողի պես լինի երկրի վրա որոշումներ կայացնող, որոշումների հետևից գնացող, Աստծո առաջ կանգնող, Աստծուց վերցնող, Աստծուց տվող, որտեղ ինքը ծառայա ուրիշ մեկի։ Այո, Աստծուն, այսինքն ծառայա, օրինակ այդ ծառա բառը արդեն հերիք է, որ ես որդի չեմ։ Եթե ես ինձ չեմ զգում որպես որդի, Աստծո որդի, Աստծո կողմից կանչված որդի լինելու, ես ծառա եմ։ Երրորդ տարբերակ այստեղ չի մատնանշում, դու ծառա կարաս ծառա չնես, լավ, մեջտեղը մնա Որդի չէ, մեջտեղը մնա։ Ու նաև այս ծառան այն ծառա իմաստով է, որ որպես ստրուկ, այսինքն իր կամքը չունեցող մեկն է։ Արդեն կամքը զոհաբերել է, որովհետև ասես խոսք կա Աստծո ծառա։ Աստծո ծառան լրիվ այլ բան է, քան որ ծառա մեղքին կամ սատանային կամ ինչ որ այլ բանի, որտեղ Աստծո ծառան հիմնված է մարդու ազատ ընտրության վրա։ Մարդը ընտրում է ծառայել Աստծուն։ Դրանով ինքը էլի որդի որպես Աստծո ծառայում է։ Քո տան մեջ, օրինակ դու քո տան մեջ որ քո հորդ համար կամ քո ընտանիքի անդամների համար որ բան ես անում, իրանք քեզ վերևից չեն նայում, էլի որ այդ այնց բան դու քո կամքը չունես, չէ՞։ Այլ բան Աստծուն ծառայելը, այլ բանը ծառայելը ցանկացած, բայց կարանք չէ, ասենք դաժե ասենք որ ինչին որ բացի Աստծուց, բացի ճշմարտությունից, էլի ինչին որ մարդը ոնց որ ասած տրվում է անելու գնում է ոնց որ ինքը այդ ամեն ինչը վտանգ կա որ մի օր իրանք ծառայացնի կդարձնի կապը կկորցնի էլի այսպես միանշանակ ու ոնց որ կներես հրաշ ջան օրինակ մենք ասում ենք խաղամոլություն չէ մարդը չգիտի որ ինքը ծառայ է բայց խաղամոլության մեջ է կամ մեկը հարբեցող է ինքը չգիտի որ խմիչքին ծառայա, բայց ինքը հարբեցող է կամ ոչ մի խմող ճյուղ է հարբեցող միանշանակ բայց այսպեսի են որ եկեք փակագծերը բաց խոսան ոչ չգիտեն ոչ չգիտեն օրինակ խաղամոլը ոչ չգիտի որ խաղամոլ է միանշանակ գիտի ինքը երբ որ կայնում է հայելու առաջ ու նայում է որ ինքը իր ամբողջ գումարը վատնել է այլ գրպանում գումար չունի որ իր հակու կապին հետևի միանգամից ինքը հասկանում է այսի չեմ անում ես Բայց նույն վարկյանի գումարը ստանում է, էլի վատնում է խաղամոլության վրա։ Լավ է որ իր գումարը վատնի, բայց երբ որ ընտանիքի ինչ որ բան, արդեն գողության են գնում կամ երեխու ինչ որ հացը կամ տան ինչ որ բան, հետո տները գրավ են դնում եւ այլն, ինչ, բայց ինչն է էլի մարդուն անընդհատ այդ հույսը տալի, որ արի այս անգամ կստացվի, լավ էս չեղավ էլի, այդ օրինակ ես խաղամոլ մարդկանց հետ երբ որ շփվում եմ, երբ որ շփում եմ ունենում, գիտեմ, ասենք, մարդիկ կան, որոնք որ մտերիմ են ինձ, բայց ցավալիորեն այդ ճարիքի մեջ են։ Նայեք ոնց է դա գործում։ Այդ մարդը անընդհատ ինքը գերության մեջ է։ Ինքը անընդհատ այն հույսով է, որ այս անգամ լինելու է, այս անգամ ստացվելու է։ Ու ինքը գիտակցում է, որ ինքը գերության մեջ է։ Այդ ճշմարտությունը իրանից թաքցված չի։ Ինքը ասում է, ես գիտեմ, որ ես գերության մեջ եմ, բայց ինքը չի խորապես գիտակցում, որ դա հոգևոր գերություն է։ Շատերը դա նմանացնում են հիվանդության։ Օրինակ, ասենք, գնանք պարկիկ մի հատ
ինչ որ միտեղ բժշկվենք դրանից։ Չեն պատկերացնում, որ իրավիճակը ավելի խորն է, չեն պատկերացնում, որ դրա հետևում ուղիղ կանգնած է սատանան եւ ուղիղ sense հոգեվոր շղթաներ կան իրանց վրա։ Դրանք դա չեն պատկերացնում, քանի որ այդ շղթաները ֆիզիկապես չեն կարողանում տենան։ Իրանք մտածում են, որ իրանք ազատ են։ Բայց մարդիկ ուղիղ ասում են, չեմ կարող չանեմ։ Իսկ եթե մարդը ասում է մի բան չեմ կարող չանեմ, ինքը տեսնում է, որ իր ընտանիքն է վնասվում, ընտանեկան հարաբերությունները, ասենք կանգնում է երեխու առաջ, չի կարող երեխուն թեև իր սրտի մեջ սիրում է, բայց չի կարող երեխուն վերաբերվին այնց ոնց որ այն ժամանակ էր վերաբերվում, որովհետև իր միտքը կոնկրետ գերության մեջ է, ասում է չեմ կարող անեմ։ Ես մի մտերիմ մարդ կա, որ անձամբ իր վկայությունն եմ ասում է ոնց որ մեկը ինձի ստիպի, հենց ուղիղ իր բառերն եմ ասում։ Ասում է մեկը ինձի ստիպում է ու ասում է վերցնում ինձ տանում է խաղատուն։ Ու ես ասում է հայտնվում եմ խաղատնում ու ամեն ինչ կորցնում եմ։ Ու հետաքրքիր է նա, որ այդ մարդը նես չի աղքատ մարդը։ Ինքը շատ բան ունի։ Ասենք ինքը օրինակ տուն ունի, տներ ունի, լավ մեքենաներ ունի, բայց այսօր որ գրեթե համարյա ամեն բան ինքը պարտոսում է չեմ կարող չանեմ։ Մարդիկ այսօր ու հակառակորդը սատանան, քանի որ ինքը օծ է, դե օծը ո՞նց է գործում, քողարկված չէ, ինքը քողարկում է այդ, ինքը երբեք չի ուզում որ մարդը իմանա, որ հոգևոր ինչ որ մի բան է սրա հետևում կանգնած։ Հոգևոր իշխանություն է կապված, գոյություն ունեն հոգևոր կապանքներ ու հոգևոր շղթաներ։ Ու մի հատ համար, եթե թույլ տաք կուզենամ Աստվածաշունչից կարդամ, նաև մեր հետևորդների համար, նայեք ինչ մի հատ հետաքրքիր բան է գրված։ Եսայա 65:10 գրված է, Աստված է ասում Իսրայելի ժողովրդին, բայց դուք որ լքել եք Տիրոջը, մոռացել եք իմ սուրբ լեռը, բախտի առաջ սեղան եք պատրաստում եւ ճակատագրի համար խառնված խմիչ եք լցնում բաժակի մեջ։ Հին դարերում բախտի ու ճակատագրի Աստված է եղել։ Փաստորեն այս հենց այդպես անունով բախտ ու ճակատագիր, հենց իրանց անունը տենց է։ Փաստորեն այս վիրուսը գալիս է դեռ հազարամյակներ առաջ։ Ուղղակի հիմա տեսքն է փոխվել, ոչ մի բան չի փոխվել։ Այդ sense բաց կասեմ, այդ դիվային ազդեցությունը, դիվային հոգին ինքը միշտ կա։ Ուղղակի գովազդն է փոխվել։ Այն վաղ ժողովուրդը գնում էր այդ բախտի ու ճակատագրի աստվածուհիների սեղանների վրա զոհեր էր անում։ Ոսկիներ էին դնում, արծաթներ էին անում, իրանց թանկարժեք անասուններն էին մորթում նրա համար, որ այս տարի բախտով տարի լինի, որ մեր բախտը բերի, որ մեր ճակատագիրը լավ լինի։ Այսինքն իրանք այդ հոգիներին, այդ սատանայի հրեշտակներին, ասենց ասենք որ ավելի ուղիղ լինի, այդ հոգիներին, որտեղ բոլոր չաստվածները, որոնք որ մարդիկ հնարել են, կուրքերը, օրինակ ասենք հռոմեական կուրքերը, հունական կուրքերը, Զևսը, մյուսը, որոնք որ եղել են, հայկական դիսաբանության, հա, որոնք որ եղել են, հիմա կան, չէ, ասենք Գառնի հետանասուրակ չեմ ուզում այդ չաստվածների անունները տամ, բոլորը դրանք մարդիկան հետևորդներ են, հենց տաճարում անգամ այս վերջերս տենց հայապահպանության, տենց ազգայնական, տենց գովեստի բանով իրանց ներկայացնում էին, որ իրանք այնքան մեր արժեքները կարևորում են, որ պահպանում են մեր հին պաշտամունքները, ոսես մարդկա sense իրան ասում էր քուրմա, sense արևի բանով մեդալյոնով կանգնած մեծ բաներ էին խոսում, գինի էին խմում, բան ու խայտարակություն է այդ որ ասեցի, sense թույլ տեղից կպար էլի այդպես խոսքս էլ ավարտեմ, հենց այն մեխին եմ ուզում գամ, այն կետին եմ ուզում գամ ու մարդիկ զոհաբերություն էին անում։ Հետաքրքիր է որ հակառակորդը ուզում է որ ինչպես մարդ Աստծուն է զոհաբերություն անում, օրինակ իր աղոթքը, չէ, աղոթքը գիտենք որ զոհաբերություն է նաև պաշտամունքը, հակառակորդն էլ է ուզում որ դա լինի։ Այս ժամանակներում այդ բախտի ու ճակատագրի Աստվածը կազինոն է, այսինքն այդ նույն այդ հոգին կազինոն է ստեղծել, կանգնել է կազինոյի հետևում։ Մնացել են, բանը ձևերը փոխվել են, խորհուրդները նույնն է, էլի։ Խորհուրդները նույնն է ու հետաքրքիր է յուրաքանչյուր մարդ, ով որ գնում է իր գրպանի գումարը դնում է ու կազինո խաղատուն է խաղում, նույն զոհաբերությունն է, դու զոհաբերություն ես անում քո ֆինանսով, որ քո բախտը բերի։ Այսինքն հաջողվեց, կերպերն է փոխվել, բայց այդ հոգին նույնն է ու դու անգիտակցաբար մարդը զոհաբերություն է անում, որ իրան հաջողություն գա ու նույն դրանով թույլ է տալի որ սատանան գա իրան կապի։ Բախտը լավ բան չի դրա համար։
Ոչ է ճակատագիր է։ Այո, դրանք չար ծրագրերն են։ Աստված ազատ կամք է տվել, որ մարդը որոշի ինչ կյանքի մեջ լինի, ինչ ընթացքի մեջ լինի։ Մենք այդպես միամիտ սնկարան մարդիկ իրենց երեխեքի հետ կապված ասեն բախտավոր է, ասեն չէ, կամ ճակատին ինչ գրած է, էտա լինելու Նույն ատամհատիկը։ չիմանալով, հա, կամ ատամհատիկը, այդպես ծիսական բաներ են անում, բայց գնացինք ոնց որ ուրիշ թեմաներ։ Դիք հետ կան կախվածությունների թեման, բայց դա խորը կախվածություն է, այդ խաղամոլությունը ու այդ ամեն օր, գիտեք, հետաքրքիր է, հույսից է բռնվում։ Այսինքն ոնց է որ հույսը մարդուն ինչ ձև է մոտիվացնում։ Մենք գիտես հետո շոր մի հատ բան է քեզ սպասվում, հեսա մի ժամ հետո 2 ժամ հետո մոտիվացվում, պատրաստվում է։ Այդ ձևերը թաքնված, քողարկված ոնց որ ասում ես հույսի բանը, որ այս անգամ կստացվի, հələ այս անգամ կստացվի։ Որ մենք մի բաներ եմ նկատել, որ երբ որ մարդը որ արդեն միտք է ունենում կամ ինչ որտեղ ասում է, ոնց որ ուզում եմ թողել, մեկ էլ կարող է ասես մի անգամից մի հատ sense հաջողություն է դառնումով տենա։ Այսինքն մեկ էլ շահում ունենա։ Դե այնքան չէ որ հետ բերի կորցրածը, բայց այնքան է որ բավարար է որ մարդը միտք ունենա որ մի հատ էլ երկու հատ էլ sense սա հետ կբերեմ ու նորից բռնում է, ապրես, այն կրուչոկի վրայից այդ ворթը որ դու կուտում ես, հետո մի հատ էլ են դնում, սկսում ես, չէ՞, այդ նույն տեղը ասում ես, դե լավ է, ասես շարժ կա։ Այո, հետաքրքիր է, որ տենց նման բաները ոնց որ մատնանշում են ասելով դե կոմպյուտերն է, ծրագիրն է, ինքնավորոշում, խաբեություն է եւ այլն, բայց իրականում խաբեություն չի։ Այդ խաբեություն կատարողը միտքա քո կողքն է։ Այդ անznավորություն որպես այդպեսին մեղքը քո կողքն է։ Կամ կթողես, կամ չես թողի, էդիկը փակի ուրիշ բան կբացի։ Ոնց որ ուրիշ բան կփակվի, ուրիշ բան կբացի։ Այնքան միջև որ մարդու վերջը վատ լինի։ Ու ինչն է հետաքրքիր որ նոր մտքիս եկավ, ասում եմ, իսկ ինչա առաջարկում Աստված, Աստված առաջարկում է ասելով իմաստություն խնդրեք։ Ինձանից իմաստություն խնդրեք, որը որ ես ձեզ առատապես կտամ։ Այսինքն ոչ թե մի քիչ կտամ որ բավարարվի, չէ, առատապես կտամ։ Ինչի համար իմաստություն խնդրենք, որ իրավիճակների մեջ մենք պարտություն չգրանցենք, այլ հաղթություն գրանցենք։ Օրինակ խաղամոլը ինչ հույսով է, ոնց որ խաղացողը ինչ հույսով է խաղում, որ մեծ գումար վաստակի, որ միանգամից մեծ գումար շահի, որի արդյունքում էլ ինչ որտեղ ինչ որ ծրագրեր, երազանքներ կամ նպատակներ ճակերտների մեջ իրագործի, ու այդպես էլ չի հաջողվում, ընդհակառակը ինչ ունի դա էլ վատնում է։ Ու ինչ ասում Աստված ասում է, լսի, ասում է, ուզում ես, երազանք ունես, նպատակներ ունես, իմաստություն խնդրի կտամ, կհասկանաս որտեղ ներդնում անես, ինչպես ներդնում անես, երբ ներդնում անես, որ հաջողվի, որ այն ինչ երազանքել, ինչ նպատակել, որ դու ունես երկրի, թե քո կյանքի համար, թե քո ընտանիքի համար, ես ուզում եմ քո համար լավ լինի։ Ոնց որ Աստծո ծրագրերը, հենց Աստծո խոսքերն ասում են, ես որոշել եմ, որ ձեր համար մտածեմ, խորհեմ, պլանավորեմ, ամենալավը, բարին, հաճելին ու կատարյալը։ Որ Աստված իր կողմից ասում է, ես ամենալավն եմ ուզում տամ, դրա հետ կապված միջոցներ ունեմ, որ տամ ու օգնեմ, որ դու լավ կերպով լինես։ Ու ինչն է հետաքրքիր, որ մենք ոնց որ խաղամոլության վրա մի քիչ կենտրոնացանք, բայց նույն ձևով մարդ փորձում է պատասխանատվությունից փախնելով իրան տալիս է խմիչքին։ Մեկ ուրիշը ուրախության, ոնց որ ես ուզում եմ ուրախ լինեմ, տալիս է իրան թմրամոլություն։ Կապ ունի է։ Օրինակ գնում ենք խաղատուն պարտվում են, ցույց խմել, կամ այնտեղ միշտ խմիչք են, չէ, պատվիրում, կամ խաղատունը խմիչք է տալիս միշտ։ Այտենց բաներ չէ, ակցիաներ են անում, բան են անում, խմիչք անվճար։ Անվճար։ Խոսքեր կա, Մեկը մեկին կանչում է։ Խաղամոլությունը ավելի վատ բան է, քան խմիչքը կամ ծխախոտը, որտեղ ասում է ոնց որ ալկոհոլով տարված մարդը չի խաղում, կամ չի ձգտում խաղալուն։ Ինքը կենտրոնացած է խմելու վրա։ Ու խաղատներում մեծամասամբ, ասենք, պատուհաններ չկան, պատի վրա ժամ չկա, որ մարդը ժամանակի այդ ազդեցությունը, զգացողությունը չհասկանա։ Ոնց որ հատուկ հենց sense հոգեբանական հնարքներ է կիրառվում, դա ժամանակակից աշխարհը մարքեթինգ է ասում, բայց դա ինչ մարքեթինգ, որ մարդու վրա ներազդվի։ Այս թեմաները պես որ խոսում ենք հիմա օրինակ խաղամոլությունից անցնենք հաջորդ թեմային, մինչև այդ անպայման լուծում տանք։ Հիմա ինձ է ուզում առաջարկել, որ հիմա ոնց որ լավ միջոցը որ մարդը արդեն դրա մեջ է, կամ մարդուն արդեն հրահրում են, բայց այսպիսի մի բան եմ ուզում ասել մեզ հետևողներին, որ դու ազատ մարդ ես,
Ոնց որ ամեն մեկս ես այս գիտակցության եկել եմ, երբ որ հանդիպել եմ Հիսուսին։ Երբ որ իմ կյանքը փոխվել է, հասկացա, որ ես կարամ ազատ լինեմ։ Ես կարամ ինքնուրույն որոշեմ իմ հասարակության, իմ ընկերական շրջապատի մեջ, ինձ սովորացնողների, իմ բարեկամական շրջապատի մեջ ես իմ կարծիք ունենամ։ Անձնական ես իմ տեսակետ ունենամ, ես իմ կարելի չի կարելիներ ունենամ, ոնց որ Աստված այս ազատությունը տալիս է մարդուն, թեկուզ կախվածության մեջ ու ինչի համար եմ սա ասում, այսօր հասարակությունը շատ է ասում, թե դպրոցներում երեխաները իրար մեջ, վայ ենի հայհոյում է, մեկը չի հայհոյում, ուրեմն դու ավելի թույլ ես, դու ավելի ղզիկ ես, դու էլ պետք է հայհոյես, վայ մեկը երդվում է, դու չես երդվում, լավ բան չի, բոլորի պես եղի, ինի արդեն 5-րդ դասարանից սկսել է ծխել է, ես 7-րդ եմ չեմ ծխում, կարող է ինձ թուլիկ նկատեն կամ բան ու հասարակությունը ոնց որ սա ռեկլամ է անում, պահանջում է, որ դու ուզում ես մեր շարքերի մեջ ներգրաված լինես, դու էլ պետք է անես դրանք, բայց ինչ է անում Աստված, Աստված ասում է դու այդ հասարակության մեջ կարաս լինես, ունենաս քո ուրույն տեսակետը, ես այսպեսին եմ, ես չեմ ծխում, ես չեմ խմում, ես խաղամոլությամբ չեմ զբաղվում, բայց ես ուրախ եմ, ես հաջողված եմ, ես ձգտումներով մարդ եմ, ես նպատակասլաց եմ ու կարիք է լինի, կարամ ձեզ խորհուրդ տամ ոնց լինեք, որովհետև այն խորհրդատուն, որ ես ունեմ, ում անունը հենց ինքը Հիսուս է, այդ խորհրդատուն պատրաստ է բոլորի խորհրդատուն լինելու։ Այո։ Այս իսկական իրական ազատությունը այն չի, որ կարաս քեզ ամեն ինչ թույլ տաս, այլ որ կարաս չանես այն ինչ որ բոլորը անում են։ Դա ազատությունը, ազատ լինել չանելուց։ Ոչ թե ազատ լինել ինչ մեղք ուզենալ գործել, այլ ազատ լինել չանելով։ Չանելով, որտեղ իրական պայքարը հենց այդ մեղքը գործելու մեջ է։ Դա այդտեղ է պայքարը։ Ու եթե մարդը կարողանում է չանի, ինքը հաղթեց։ Մի համար կուզեմ կարդամ Աստվածաշնչից, հենց տենց լուծում առաջարկելու համար։ Ղուկաս 4:18-ում գրված է. Հիսուս Քրիստոսը ասաց. Տիրոջ հոգին ինձ վրա է, որովհետև ինձ օծեց եւ ինձ ուղարկեց աղքատներին բարի լուրը ավետելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատություն քարոզելու եւ կույրերին տեսողություն, հարստահարվածներին ազատ արձակելու։ Սուրբ Գիրքը ասում է, որ Հիսուս Քրիստոս ասեց Տիրոջ հոգին ինձ վրա է, այսինքն ես ունեմ այդ զորությունը, ես ունեմ այդ իշխանությունը գերիներին ազատելու։ Հետաքրքիր է, որ երբ որ Հիսուսը բժշկություն էր անում կամ ազատագրում էր ինչ-որ մեկին, ֆիզիկապես երբեք չի եղել, որ շղթայակապ բերեն ինչ-որ մեկին, ասեն դե շղթաներից ազատի, բայց ինքը խոսում է գերությունից։ Այսինքն Սուրբ Գիրքը հաստատում է այն ամեն ինչ որ մենք հիմա քննարկում ենք, որ գոյություն ունի գերություն, որ ֆիզիկապես չի երևում։ Այսինքն գոյություն ունեն կապանքներ, հա, կապանքներ, շղթաներ, որ հոգևոր դաշտում են։ Ու ինչ որ մեկին սատանան շղթայել է խաղամոլության մեջ, ծխամոլության մեջ, թմրամոլության մեջ եւ այլ կախվածությունների մեջ։ Հիսուս Քրիստոսը ստեղ նշում է, որ ես եմ միայն այն անձը, ինքը ասում է ես եկա, ես եմ, ուրիշ ոչ մեկի անուն չի տալի։ Ես եմ միայն այն անձը, որ իշխանություն ունեմ քեզ կապանքներից ազատելու։ Հիսուս Քրիստոսը նշում է, որ սա հոգևոր խնդիր է։ Ամենայն հարգանքով սա հիվանդանոցի կամ ինչ-որ կենտրոնների խնդիր չի, հոգևոր խնդիր է։ Եվ այն մարդը, եթե դու հիմա խաղամոլ ես, եթե դու հիմա թմրանյութի մեջ ես, եթե դու քեզ ներողություն կործանված մարդ ես համարում կամ մի այնց խորը փոսի մեջ ես, որ մտածում ես, այս խորը փոսից դու երբևիցե չես կանգնել, որովհետև ամեն բան կորցրել ես, նույնիսկ առողջությունդ ես կորցրել, նույնիսկ քայլելու ունակությունդ ես կորցրել եւ քեզ ասում են, որ դու շուտով միգուցե մահանալու ես, Հիսուս Քրիստոսը այդ ամենի համար քեզ դեղամիջոց ունի։ Ընդունիր Հիսուսին Տեր ու Փրկիչ, կարճ աղոթք արա։ Ասա Տեր, ես ներողություն եմ խնդրում իմ մեղքերի համար, ես ընդունում եմ քեզ Տեր ու Փրկիչ, հավատում եմ, որ դու ես իմ համար, հենց ինձ համար խաչվել ես, արյուն ես թափել եւ հետո հարություն ես առել։ Եվ քո վերքերով ես բժշկված եմ։ Երբ որ դու կկանչես Հիսուսին քո կյանք, որոշում կայացրած, իրական որոշում կայացրած, Հիսուս Քրիստոսը կգա քո կյանք եւ այն չար ուժը, որը որ անտեսանելի կերպով գերության էր քեզ վերցրել, Հիսուս Քրիստոսը կկոտրի այդ կապանքը եւ հակառակորդին սատանային դուրս կմղի քո կյանքից եւ դու ազատ կլինես։ Այո։ Օրինակ Հովհաննես 7:32-ում այսպեսի մի խոսք ասում է,
Հիսուսն ասում կճանաչեք ճշմարտությունը Ճշմարտությունը։ եւ ճշմարտությունը կազատի ձեզ։ Չի ասում ճշմարտությունը ինչից կազատի։ Ասում կազատի, այսինքն ինչի կարիք որ դու ունես, ինչի մեջ որ դու Այո։ կաս, դու կապված ես, դու հասկանում ես որ դու կապված ես, երբ որ ճանաչես Հիսուսին, քո ճանաչողությունը կտանի քեզ այդ ազատության ճանապարհով։ Ինքը ու այս նախադասությունն եմ ուզում ասեմ, որ մարդը, երբ որ հանդիպում է հոգևոր իրողություններին, իշխանությունը բավարար չի, որ ինքնուրույն իր ուժերով պատերազմի։ Օրինակ, որ ասում են սատանան ով է, որ ինձ բան ասի, սատանան ով է, սատանան կարա, ինքը ուժեղ է մարդուց, այն մարդուց, ում գլուխը ում հետևում Հիսուս Քրիստոս կանգնած չի։ Ինքը ուժեղ է այդ մարդուց։ իհարկե։ Կարելի ասել, որ սատանան որպես հոգևոր է, ինքը ուժեղ է, ինքը թելադրող է, ինքը դրդող է, ինքը պահանջներ ներկայացնող է, իր ուզածին հասնող է։ Բայց այստեղ Հիսուսն ասում է կճանաչեք ինձ, որտեղ մեկ ուրիշ տեղ ասում է ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Ոնց որ այստեղ ասում եմ, ոնց որ ճանաչեք ճշմարտությունը, այսինքն ճանաչեք Հիսուսին։ Երբ որ ճանաչում ես իրան, դու ճանաչում ես, որ ինքը հզոր է, որ ինքը ամենակարող է, որ ինքը բոլոր իշխանություններից վեր է կարգված եւ ամեն իշխանություն հնազանդվում է իր բերանից ելած խոսքին, իր ներկայությանն է հնազանդվում։ Ոսմա երբ որ ճանաչեք թե ով եմ ես, ու մտնեք իմ հովանու ներքո, ոնց որ դիմեք ինձ, ես պատրաստ եմ ձեզ ազատելու, ոնց որ այդ ներումը շնորհելու, այս ազատությունը տալու ու կապ չունի դրա հետևում ով է թաքնված, պահկված, որտեղ մեկ կա օրինակ ասես ես արդեն 5 տարի է, արդեն 6 տարի է, ես ես խնդրի մեջ եմ, ես ես ոնց որ ծխամոլության մեջ եմ, ալկոհոլի ազդեցության տակ եմ կամ խաղամոլության մեջ եմ, արդեն տարիներ է, դժվար թե կարողանամ թողեմ հրաշք է պետք, Հիսուս այդ հրաշքն է կարանի։ Այո։ Համաձայն եք, Հիսուսի համար տարիները կարևոր չեն, հրաշքը իրագործելու համար։ Կարևոր է ճանաչողությունը, սիրտը, ոնց որ հրաչը ասեց, որ դու ուզես, օգնի։ Առողջությունը կարա վերականգնի։ Ասենք այն մարդը, որ թմրամոլության մեջ է, առողջությունը վատնվել է, ասենք օրգանները շարքից դուրս են եկել։ Հիսուսը այդպես մարդու առողջությունը, օրինակ նոր օրգաններ կարա տա։ Իհարկե, ես այդպիսի օրինակներ շատ եմ տեսել ու լսել ու ներկա եմ եղել մարդկանց հետ շփվելով եմ, որ իրանք էին դրա մասին պատմում, որ այնպիսի ասենց ասեմ հիվանդություններ էին ախտորոշել իրենց հենց թմրյան նյութերի միջև անգամ արդեն արյան հիվանդություններ էր արդեն որ մարդը որ չպետք է ապրեր բայց հենց որ մարդը ճանաչում է Աստծուն մոտեցել Աստծուն մեկ էլ հետազոտել են ու ասել են այս ում պատասխաններն է այս ումն է այս ոնց որ քոնը չի դու լրիվ առողջ ես լրիվ ասինքն Աստված ինքը այն ինչ որ իր մասով Աստված կատարյալ կանի Աստված կմաքրի Աստված կբժշկի հետ կվերադառնի ոնց որ քո կյանքը հետաքրքիր այն կյանքը բայց որ դու ես հենց տանուլ տվել Աստված կհետ կվերադառնի որովհետև իրականում խապված է այդ մարդը ու սատան գողանում է իսկ Աստված արդար է ինքը հետ է վերադառնում այն ինչ որ գողացվել է ու վերականգնում է Օրինակ գործնական, բայց օրինակ համարցակ թող ուրեմն եթե ինչ-որ հավելվածներում գրանցված են խաղատաների կամ բուկմեկերական, ինչի՞ չեն, բուկմեկերական ընկերությունների նույն բանն է։ Հա, ինքը նույնն է, ասենք մեկ այդ խաղադրույք դնելը քահավոր մի բան է ու դա գայթակղիչ բան է, որ մարդը կարող է նայի, ասի, բա որ ստացվի, ոնց որ հավանականությունը մեծ է, տոկոսը ոնց որ լավ է Հա քիչ կդնեմ, լավ 1000 դրամ կդնեմ, բա որ ստացվի ու այդպես մարդիկ ընդեղից գնում են խաղատուն արդեն։ Ընդեղից գնում են այլ կապվածությունների մեջ։ Այսինքն համարցակ, ես օրինակ բաներ եղել ուզել եմ ազատվեմ, ես ռեալ քայլ եմ արել, ես նենց եմ ջնջել էդի, որ հետո ուզենամ վերականգնեմ, չկարենամ։ Այո։ Այդպես, այդպես ռեալ Եթե հավելվածը հավելվածից, բայց դուրս եկեք այդ հավելվածից, այնպես ջնջեք, որ անհնար լինի վերականգնվել։ Ու ամենակարևորը հենց այդ պահին աղոթք արեք, Տեր Հիսուս, քո բառերով Տեր Աստված ինձ ազատի, ես խնդրում եմ քեզ ինձ ազատի։ Այո։ Ու Տեր Աստված կազատի ամեն մեկիս։ Որտեվ Աստծո խոսքը ասում որ Աստված որոշում է թողել մարդու վրա,
ստիպողաբար ինչքան է որ Աստված տեսնում է, որ մարդը վատ դրության մեջ է, չի ստիպում։ Ոնց որ բերում այն գիտակցության, որ դու կարաս ինձ դիմես։ Եթե ստիպի կստրկացնի։ Էլի կդառնա, ինչով կտարբերվի մարդը։ Թե Աստված ստիպի այդ նույն ձևի այն ծառան, որ վատ զգացին հрьяաները, մտածեցին իրաց ստրուկի որպես, բայց իրական ստրուկ էին էլի։ Այո, ու հետաքրքիր է, որ ոնց որ Վարդան ջան դու ասացիր, Աստծո խոսքը ասում է մոտեցեք Աստծուն եւ Աստված կմոտենա ձեզ եւ հակառակորդը կփախչի ձեզանից։ Այսինքն կենտրոնանալ, պայքարել հակառակորդի դեմ անզոր է, բայց կենտրոնանալ, պայքարել Աստծուն մոտենալու համար օրինակ ինչի՞ չէ կարելի է բաց փակագծերը ասել, ի՞նչ է նշանակում Աստծուն մոտենալ։ Նշանակում է սկսել Աստվածաշունչ կարդալ, նշանակում է սկսել հաճախել ուղադավան եկեղեցի։ Նշանակում է, որ դու վերանայում ես քո կյանքը ու կենտրոնանում ես հոգևոր արժեքների վրա, այն արժեքների վրա, որ Աստվածաշունչը փոխանցում է, որ ինքը Աստված փոխանցում է, որոնք որ իրանից են գալի։ Ու այս սրանք քայլեր են, որոնք որ տանում են մարդուն հաղթության։ Ուղղակի տունը նստել ասել, դե ես կփոխվեմ։ Աստված ջան, դե փոխի, խի չես փոխում։ Տենց է չի լինի։ Մարդը կարիք ունի մարդու, ոնց որ քարը քարով է տաշվում, քարը քարով է կերտվում, ու մենք կարիք ունենք, որ երբ որ ես ընկնեմ, մեկ ինձ բարձրացնի։ Մեկը կողքս լինի, որ նկատի բարձրացնի, իմ համար աղոթի, իմ մասին, իմ հարցերին գոնե ինչ որ չափով կարողանա պատասխանել, պատրաստական լինի։ Եկեղեցին եւ որպես մարմին, որպես ժողովուրդ դրա համար է, որպեսզի մարդը, որ դժվարություն, խնդիր ունի, խնդրեմ ունի, գա եւ կծվի եւ թույլ տա, որպեսզի եկեղեցին, ժողովուրդը, Աստծուն արդեն որոշած, Աստծուն իրենց կյանքում Տերը բրգիչ ունեցած մարդիկ կարողանան իրենց օգնել։ Որտեւ եթե չուզեն անել, ինչքան էլ գնան եկեղեցի ուշ կան շուտեթան, ոչ մեկ էլ չկանտակավորվեն ու ոչ մի ձևով չփորձեն ներգրավել Աստծո գործի մեջ, այդքան էլ չի դժվար կլինի։ Ամեն դեպքում դժվար կլինի։ Օրինակ իմ կյանքի համար կարամ ասեմ, ես տունն եմ ապաշխարել։ Օրինակ Աստված իմ հետ տունն է խոսացել։ Ես իմ տանն եմ հանդիպել Աստծուն ու տանը կանչել եմ, տանը հանդիպել եմ, բայց դրանից հետո, որպես ես պահեի այն ինչը որ Տեր ինձ տվել էր, որ փոխվել ես, ոնց որ ինձ կարիք ուներ, որ մեկը լիներ իմ կողքը։ Ես սկսեցի փնտրել մարդկանց, ովքեր որ իրանք էլ են ուզում Աստծո հետևից գնալ։ Իրանք էլ ունեն այդ որոշումը, որոշները կայացրած են, որոշները դեռ կայացնելու ընթացքի մեջ են։ Ու սա օգնեց, ոնց որ մեկը զորացրեց։ Կարևորը որ Աստված երբ որ հանդիպում ես Աստծուն, թեկուս տանը, որտեղ որ Սուրբ Գիրքը ասում է աղոթես, այնտեղ Աստված քեզի կայցելի։ Բայց այն մարդը, որ հետո որոշում է ականջ դնի Աստծուն, Աստված միշտ ասում է, դե հիմա գնա եկեղեցի։ Դե հիմա գնա ու շարունակի պաշտամունքդ նաև այնտեղ։ Կծվիր եկեղեցուն, ճշմարիտ եկեղեցուն, քրիստոնեական ճշմարիտ եկեղեցու։ Ու նաև ասենք, որ մենք անձամբ ենք ճանաչում ու գոյություն ունեն այդպիսի վայրեր, կենտրոններ, որոնք հենց հոգևոր, այսպես ասեմ, մարդիկ, որ նախկինում եղել են թմրամոլներ, հարբեցողներ, ինչ որ կախվածությունների մեջ ու ազատվել են Աստծով, իրանք հենց ձեռնարկել են, ու այդպիսի կենտրոններ կան վերականգնողական, որ եթե ունեք այդ խնդիրները, կարող եք այս մեր էջին գրել կամ կապվել մեզ հետ, մենք ձեզ կոնտակտ կփոխանցենք։ Ինքը ամոթ բան չի, ամենի մեծ ամոթը այն է, որ մարդը տան մեջ փակված ու մեռնում է ամեն մահվան մեջ մեռնում է։ Մեր հայկական ժողովրդական ամոթը, որ անգամ կարան դեպքեր լինեն, որ մարդիկ ամաչեն դրա մասին բարձրաձայնեն ու ես ճիշտ ասած լսել եմ, որ մարդկա անգամ գումար է տալի, որ իր օրինակ զավակը այդ գնի, հա, այդ թմրանյութը, բայց որ ոչ մեկ չիմանա, որ իր զավակը դրա մեջ է, բայց ամոթը համարում, որ հոգևոր Աստծուն ճանաչող մարդիկ իր զավակի համար օրինակ աղոթ կանեն, որ ինքը ազատվի, այսինքն սա էլ մի հատ sense ասած ոնց որ շատ վատ բան, անեծքի պես մի հատ բան է, որ մարդը կույր է, իր հպարտությունը ավելին է, քան այն որ կարա փրկի։ Այդպիսի կենտրոններ կան, որոնք հենց Աստվածաշնչի հիմքով, որոնք որ աշխատանք են տանում, որտեղ իրենք գիտեն այդ մարդկանց հետ ոնց աշխատել, ոչ թե ուղղակի թեորիա են ուսումնասիրել, այլ իրենց կյանքով իրանք հենց որ ազատվել են ու գիտեն, ու շատ կարևոր է որ այդ նման մարդկանց հետ կոնտակտ ունենան,
Իսկ մի հատ մեզ այտենց անհարմար հաստամ բա ինչի կան այդ օրինակ բույսերը կամ այդ նյութերը չէ բնության մեջ որտեղ բնությունից են վերցնում իսկ ասում են չէ որ Աստված ամեն բան հաճախ մարդիկ կան օրինակ ինձ թվում է մեր դիտողների շարքում եկել են որ ասում են դա Աստծո տված պարգև է օրինակ ասենք սովորական փակագծերը բաց ենք ասենք կանեփի հետ կապված Աստծո տված բարիք ասենք ինչի համար ես չօգտագործեմ չէ որ բնությունն է դա ստեղծել բնությունում աճում նշանակում է Աստված կամենում է օրինակ Վարդան ջան ինչ կասես դրա մասին որ Աստվածաշունչը նայենք վերջը երբ որ մեղք եղավ գրված է որ ամեն բան ոնց որ անեծքի տակ ընկավ մարդու վրա անդրադարձավ մարդու մարմինը արդեն դառավ մահկանացու մարդը անդրադարձավ կենթանական աշխարհի վրա ու ռեալ սկսեց որտեղ մինչև այդ նկարագրված է որ անգամ գիշատիչ կենթանիներ չկային այդ կենթանիները գիշատիչ որ մենք արդեն ասում ենք որ գիշատիչները խոտ էին ուտում Աստվածաշնչի գրված է առյուծը խոտ էր ուտում հենց բառացի գրված է ու նաև հենց բառացի Աստված բնության մանր խոսեց ասես թող երկիրը փուշ ու տատած բուսցնի աճեցնի այո ասես քո պատճառով կանիծվի երկիրը ու ամեն բանի վրա անդրադարձավ ու բուսականությունը անգամ սկսեցին այդ նյութերը արտադրել թունավոր նյութեր որոնք որ գալյուցինացիաների մեջ են գցում ու արդեն վաղ ժամանակներից կախարդներ են եղել այդպիսի մարդիկ որոնք որ այդ նյութերը օգտագործել են անգամ ազգություններ կան որ դա մինչև մեր սովորության մեջ է ունգել են գալյուցինացիաների մեջ այդ տրանս կոչվածի մեջ ու իրանք պատկերներ են տեսել ինչ որ բաներ այս վերջերս հիշում նոր հիշեցի որ բաներ տեսնում որ նյութեր որ հայտի մարդիկ շատ օգտագործող են եղել հենց այս նյութերը խմիչք կամ թմրանյութ որպիսի ավելի լավ ստեղծագործեն դա խաբվածություն է մի հատ որ մարդը նորից գցում է կախվածության մեջ որտեվ քո միտքը ինչ որ ուրիշ բաներ է տեսնում, բայց ռեալ դրանք հետո մարդու վրա անդրադառնում են ու ուրիշ բան չեն տեսնում։ Իրական տեսնում են այն ինչը որ ում որ կանչել են իրենց հյուր։ Այսինքն, հա, այդ դրա հետևանքով է օրինակ նույն բույսերը բժշկության մեջ են օգտագործվում ու դրանք օգտագործվել են ժամանակին, բայց մարդը ստեղծեց դրանից որ ասում է հակառակ մի բան, որ իրան վնասում է այդ ամենը մեղքի հետևանքով Աստված կամք չի ունեցել որ մարդը հարփի կամ մարդը ընկնի այդպես թմրանյութի ազդեցության մեջ կամ ծխամոլության մեջ եւ այլն բայց դրանք մեղքի հետևանքով եկել այո միանշանակ պատասխանը նա է որ դա մեղքի հետևանքով է առաջացել այսինքն Աստված չի կամենում որ մարդիկ թեկուզ ասենք թմրանյութ օգտագործեն խոտի տեսքով ու ասեն էսի Աստծո տված բարիքն է այո հետաքրքիր է մենք ոնց որ հա պատասխանում ենք որ մեղքի հետևանքով է բայց ծուխի մարդկանց հետ հետաքրքրում է կարելի է մեկ ուրիշ տեսանկյունից է նայել որ Աստված է տվել լուրջ նայում են Աստված է տվել Աստված ուրիշ բաներ է տվել թունավոր սունկ էլ է տվել ոնց որ գյուրզա էլ է տվել դու այդան ասեն դու գրնա խայտի տենակ ինչ է հա կամ էլ այդ սունկը գիտեմ թունավոր է մատ փորձեմ տենամ ինչ է այդ սունկը մեկ փորձում են բայց լավ հետևան չի մնում ամեն դեպքում այ ճիշտ է մեկը միտքը կա մարդը որտեղ դա էլ է երևում ինչի օրինակ օրինակ բան չի անում որ կմեռնի բայց ալմա ինչ որ բան դա էլ է դրանից էլ է երևում որ դրա հետևում միտք կա կանգնած ու այդ միտքը միշտ ծաղրող է ալման նրա հետևից որը որ բարբերաբար կգցի մարդուն արդեն այդ կախվածության մեջ մի բան մտքովս անցավ մտածեցի ասեցի կարող ինչ որ մի հատ մարդ նայի իր մտքով մի հատ միտք առաջանա ասի տենաս լավ դուք այսքան խոսում եք դուք գոնե մեկ ծխում եք Եթե խմում եք կամ ինչ-որ մի բան օգտագործում եք, առիթների կամ հա, ասեմ իմանաք, որ մենք ոչ ծխում ենք, ոչ խմում ենք, նույնիսկ ոչ առիթների ժամանակ ոչ թե դա մենք ենք արել, այլ նրան մասին ում որ հիմա մենք խոսում ենք Տեր Հիսուս Քրիստոսի, ինքն է մեզ ազատել, բայց ժամանակին ծխելել ենք, ցավալիորեն խմելել ենք, եղել ենք, ուրիշ բաներել ենք, ցավալիորեն արել, բայց դրա իշխանության տակից մեզի Հիսուս Քրիստոսը ազատեց այն ժամանակ, երբ որ մենք գիտակցաբար կանչեցինք նրան մեր կյանք։ Ու մենք այս 3 հոգին չենք ընդամենը։ Շատ աղբերներ
որ ճանաչում են, գիտենք, իրանք ազատվել են, այսինքն մեկ-մեկ նայում մտածում են դες իրանց մոտ տենց այս 3 հոգին խեղճ ոչ մի բան դա իրականում այո շատ խեղճություն է այդ անելը ու կամազերկություն ասենց ասած մարդը ընկնում է այս ամեն ինչի ազդեցության տակ շատ մարդիկ ավելի շատ կարամ ասենք որ քանստեղ դուք կարող եք ճանաչել որ այդ անում են մենք ավելի շատ ճանաչում ենք նրանց ովքեր որ չեն անում իսկ դա հնարավոր է համեն միջավայրն է շատ անգամ մարդուն տանում այդ ամեն ինչի մեջ այո ես միակ կախվածության համար կուզեի ծնողներին որպես ուղերձ փոխանցել որ սիրելի մամաներ եւ պապաներ տատիներ եւ պապիներ էներգետիկ խմիչներն են կախվածություն իրա մեջ ինքը թե ալկոհոլա, թե թմրանյութա շատ վատ բան։ Թե օրգաններին է վնաս։ Ինքը սրտին եւ այլն կոմայի մեջ են երեխայի մանկությունն է փչացնում, պատանեկությունն է փչացնում։ Սա որպես լինելով ծնող, որ հետևողական եմ դրան եւ նաեւ որպես հոգեբոր մարդ, որպես Աստծո օրենքները պահող եւ Աստծո օրենքները արժեք որպես փոխանցելու համար ուզեցի ոնց որ անդրադառնալ, այո ոնց որ էներգետիկ ասում ենք, դա ինչ է, գազով սոկ է, բայց չէ, ինքը իր մեջ շատ վատ բաներ է պարունակում, որը որ երեխայի օրգանիզմից միջև մտածելակերպը, որոշումները, իր նպատակները, ամեն ինչի վրա երեխայի ազդում են, որ հետևողական լինենք, որ թույլ չտանք, ինչքան որ կանխենք, որ մեր երեխաները զերծ մնան նման բաներից։ Այո։ Ու ոնց որ ախպերս ասեց, մենք բոլորս ունենք ընտանիքներ, փառք Աստծո ամուսնացած ենք, մեզ կարող եք շփվել մեր հետ ճանաչել, այսպես ասացել, այսինքն տենց ինչ-որ տեղից չենք եկել, էլի։ Հա, մենք ընտանիքներ ունենք ու փառք, դա Աստված մեզ օրհնեց, դա մեզ Տերը որ մեր կյանքը փոխվեց ու մենք ունեցանք այն ինչ որ ունենք փառք Աստծուն դրա համար ծառայում ենք Աստծուն։ Սիրելիներ ջան, այսքանով կավարտենք, շատ հետաքրքիր, ծավալուն խոսակցություն ունեցանք, բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, Յուտ Հաղորդքի տուն, նաև կգտնեք TikTok-ում, Instagram-ում, Facebook-ում, բաժանորդագրվեք, նաև մեկնաբանությունների մեջ հարցեր գրեք, թե ինչի մասին մենք կուզեք, որ մենք խոսենք, Սեներ ջան, որովհետև այս տեսանյութերը եւ այս ծառայությունը կարելի ասել Աստծո ողորմությունով շարունակաբար է լինելու։ Նաև եթե կուզենաք աջակից լինեք այս ծառայությանը, այս հրաշալի բանին, որը որ Աստծո հովանավորչությամբ է, դուք կարող եք նաև թե ֆինանսով, թե տեխնիկայով աջակցել, որովհետև մենք տեխնիկա ունենք, որը որ էլի Աստծո ժողովուրդն է, ոնց որ այն մարդկանց սրտերին է դրվել, որ նվիրել են նաև այս ծառայության համար, մենք ունենք տեխնիկաներ, որ տվել են, բայց էլի կարիքը կա, ասենք, կամերաների, մի խոսքով, լույսերի, պուլտի, շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք։ Նաև եթե կունենաք հարցեր, գրեք կփորձենք անդրադառնալ այդ հարցերին։ Կհանդիպենք շուտով։ Եղեք Աստծո հետ եւ եղեք ազատ։ Լավ։